Արևմտյան Հայաստանի որ շրջանից էր ձեր ընտանիքը եւ ինչ պատահեց նրանց հետ 1915 թվականին, ինչպես փրկվածները հնարավորություն ստեղծեցին ձեր համար, որ դուք այսօր այստեղ լինեք։ Ամեն ինչ գիտենք։ Ինչ որ կատարվել է, ինչ որ հիմա է ուզում կատարվի։ Կրկնվում է պատմությունը։ Տատս պատմում էր, տատիկս ահագին մեծ էր։ Ես էլ փոքր էի ժամանակ, շատ բան չէր կարողանում պատմել, մտածում էր չեմ հասկանա։ Բայց հենց այդտեղից էլ իմ մեջ մտավ հայոց ցեղասպանություն պատմությունը։ Մերոնք հիմնականում եկել են Ղարսի շրջանից եւ Մուշի կողմից, թե ինչ են արել իրանց այստեղ գտնվելը արդեն իսկ որոշակի պահանջատիրություն է առաջացնում, որովհետև իրենց կամքով չէ որ տեղափոխվել են եւ 1880-ականների վերջերին եւ 1915-ից 22 թվականներին, հետեւաբար միանշանակ այդ պահանջատիրական զգացումը նաեւ փոխանցվել է մեզ։ Ինչ են պատմել գաղթի ճանապարհից, ինչ պատմություններ են ձեզ պատմել, հասել։ Դե կոնկրետ պապիկս գաղթի ժամանակ 3 տարեկան է եղել, ինքը իրան քույրն է, մեծ քույրն է ուսերին դրած կարողացել բերել Կարսից մինչև Գյումրի, ես էլ Գյումրիից եմ եկել։ Շատ բաներ, որպես այդպիսին տեղեկություններ չեն հասել մեզ, միայն այդ դաժանություններից որոշակի պատկերներ են էլ երեխաներից փոխանցված, որը ասարսուռ է եղել, ինչպես բոլոր տեղերում, այնպես էլ նաև մերոնց մոտ։ Մեր պատերը ճիշտ ասած 1828 թվին են գաղթել, այդ պատերազմից բանից հետո գաղթել են, իսկ տատս պատմում էր էլի 18 թվի գաղթի ժամանակա, գաղթի չէ, Փախեբախի ժամանակից էր պատմում, թե թուրքերը ինչ էին անում, ոչ մի լավ բան, մի կոդորած, ջարդ, իրանք ընդհանրապես լավ բան չեն տեսել թուրքի հետ ապրելուց, եթե մեր ժողովուրդը այսօր չհասկանա 111 տարի անց հետո նորից ուզենա թուրքի հետ ապրի, ուրեմն մեր պետության վերջն է։ Վաղ չի վիճակվել այդ ամեն ինչին ծանոթ լինելու, նման խոսակցություններ չեն եղել, քանի որ ես իմ պապերին չեմ տեսել։ Մի կողմից է լավ է, որ այդ ստորացումները ես չեմ լսել ու այդ վախի մթնոլորտում չեմ մեծացել։